Հայաստանի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունները շատ երկար ժամանակ լճացած էին մնացել Մարկո Ռուբիոյի խոսքերն էին Թրամփին Հայաստան այցից հետո։ Անկախացումից հետո Հայաստան այցելած առաջին ամերիկացի պետքարտուղարը Ջեյմս Բեյքերն էր 1992 թվականին։ Հետո 2010 եւ 2012 թվականներին Հիլարի Քլինթոնը։ Եվ ահա 14 տարի անց 2026 թվականի մայիսի 26-ին Հայաստանում է Մարկո Ռուբիոն։ Սակայն այս այցն ավարտվեց ոչ միայն ձեռքսեղմումներով, այլև ստորագրված փաստաթղթերով։ Նախ ԱՄՆ փոխնախագահի, ապա նաև ԱՄՆ պետքարտուղարի այցերը Հայաստան վկայում են եւ արձանագրում են, որ Հայաստան-Միացյալ Նահանգների հարաբերությունները տեղափոխվում են որակապես նոր մակարդակ, ինչը արձանագրվում է նաև փաստաթղթերով։ Հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկան իսկապես տպավորիչ է։ Ես չեմ հիշում որևէ այլ դեպք, որ Միացյալ Նահանգները նման տեմպով զարգացնեն իրենց հարաբերությունները որևէ պետության հետ։ Ժամանակային առումով սեղմ, բովանդակային առումով հագեցած Հնդկաստանից Միացյալ Նահանգներ ճանապարհին Ռուբիոյի 1 ժամը Երևանում նշանավորվեց 3 փաստաթղթով։ Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների նոր փուլ, համագործակցության նոր ոլորտի մեկնարկ եւ արդեն իսկ համաձայնեցված TRIP նախագծի կյանքի կոչման պայմանագիր։ Ռազմավարականից համապարփակ ռազմավարական հարաբերություններ ստորագրված 3 փաստաթղթերից մեկն է։ Երկու երկրները մեկ մակարդակ բարձրացնում են իրենց ռազմավարական գործընկերությունը եւ այն դարձնում են համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Դիվանագիտական բառակազմով սա այսպես աստիճանի փոփոխություն է։ Մենք ըստ էության վերջին 1.5-2 տարվա ընթացքում սկսել ենք ուրեմն ռազմավարական երկխոսությունից ստորագրել ենք ռազմավարական գործընկերություն, հետո ստորագրել ենք 3 հռչակագրեր տարբեր ուղղություններով համագործակցություն խորացնելու եւ ստորագրել ենք հիմա էլ համապարփակ ռազմավարական գործընկերություն։ Այսինքն մենք 3 մակարդակ բարձրացրել ենք մեր հարաբերությունները ընդամենը 1.5-2 տարվա ընթացքում։ Սա իսկապես տպավորիչ է։ Այս մակարդակի հաջորդը արդեն դաշնակցային հարաբերություններն են, MNNA կարգավիճակն է, հիմնական ոչ ՆԱՏՕ դաշնակից կարգավիճակն է Միացյալ Նահանգների, այսպես օրենսդրությամբ եւ իրենց հարաբերությունների աստիճանակարգման մեջ։ Երբ ԱՄՆ հեռացող վարչակազմի հետ 2025-ին Հայաստանը ռազմավարական գործընկերության կանոնադրություններ ստորագրում, այդ փաստաթուղթը թերագնահատողների պակաս չկար։ Վատատեսական կանխատեսումները ավելի շատ էին նաև շահարկումները։ Եվ բարձրաձայնվում էր այն մտահոգությունը, որ նոր վարչակազմը, Թրամփի վարչակազմը հավատարիմ չի մնա նախորդ Բայդենի վարչակազմի ստորագրած փաստաթղթին, սակայն դեպքերը ցույց տվեցին հակառակը։ Թրամփի վարչակազմը ոչ միայն հավատարիմ մնաց այս ստանձնած կանոնադրությանը, այլ նաև պատրաստակամություն հայտնեց խորացնելու երկու գործընկերությունը։ Ընդ որում այս երկու ադմինիստրացիաները գրեթե բոլոր հարցերում ունեն իրարից տարբերվող տեսակետեր, բացի փաստորեն Հայաստանի վերաբերյալ հարցից։ Այս ամենը երբ որ վերցնում ենք, ստացվում է, որ Միացյալ Նահանգների համար Հայաստանի հետ հարաբերությունները եւ Հայաստանի համար Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները իսկապես ունեն ռազմավարական նշանակություն, դրանք շարունակական են լինելու, դրանք զարգանալու են։ Ընդ որում, եթե մենք հաշվում ենք տեմպը, որով որ մինչև այս պահն են դրանք զարգացել, դրանք զարգանում են իսկապես կայծակնային արագությամբ։ Իսկ դիվանագիտական խոսույթից բացի, ինչն է փոխվում ռազմավարականից համապարփակ ռազմավարական գործընկեր դառնալու արդյունքում։ Ոչ միայն խորացել են այն թեմաները, որոնք որ նախկինում շոշափվում են, այլ նաև լայնացել է այդ թեմաների ծածկույթը, շրջանակը։ Այստեղ շատ ավելի մեծ խոսակցություն կա անվտանգության եւ ուրեմն ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին, ռազմական կրթության, պլանավորման, Հայաստանին աջակցելու, այսպես կոչված ինտեգրված սահմանային կառավարում համակարգին անցնելու գործում, էներգետիկայի ոլորտում համագործակցության, տնտեսական ոլորտում համագործակցության 10 էջանոց փաստաթղթի տարբեր բաժիններում 8 անգամ կարդում ենք ինքնիշխան, ինքնիշխանություն բառը։ Խոսքը TRIP-ի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախաստորագրած ռազմավարական համագործակցության համաձայնագրի մասին է։ Համաձայնագրում սևով սպիտակի վրա հստակ գրված է, որ կողմերը ճանաչում են, որ Հայաստանը պահպանում է իր լիակատար ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում TRIP-ի իրականացման բոլոր հատվածների նկատմամբ։ Կարծում եմ այս ձևակերպումը բավական կարևոր է, հաշվի առնելով այն տարածված եւ տարածվող շահարկումները, որոնք առկա են մեր դաշտում, հատկապես այս նախընտրական շրջանում։ Սրանով ըստ էության փակվում է ընդհանրապես այդ ճակերտավոր միջանցքի ամբողջ խոսակցությունը։ Ես հույս ունեմ, որ հիմա կփակվի նաև այն մարդկանց բերանները, ովքեր ասում են, ինչ տարբերություններ մեջ ինչ որ ռուսներն էին մեզ առաջարկում եւ այն ինչ որ հիմա է կառուցվում, որտեղ այդ տարբերությունը սարեր ու ձորերի է, որովհետեւ նախկինում ըստ էության մեզ առաջարկվում էր արտատարածքային միջանցք մեր վերահսկողությունից դուրս, իսկ հիմա
տեղի ունենալու ենթակառուցվածքի կառուցում ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո Հայաստանի պատկան մարմինները իրավունք ունեն ցանկացած պայի թրիփի ցանկացած հատված մուտք գործել, ամբողջությամբ թրիփը գտնվում է մեր իրավազորության, մեր օրենսդրության, մեր ինքնիշխանության ներքո, միակ ուրեմն լրացուցիչ լուծումը ըստեյության այդ front office, back office լուծումն է, սպասարկման մի հատ ուրեմն գրասենյակի ներդրումն է։ Հրապարակված փաստաթղթում նաև կարդում ենք. Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքումը եւ ենթակառուցվածքների անվտանգությունը։ Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար իշխանություն Հայաստանի ինքնիշխան տարածքում եւ որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն թրիփի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։ Հոդված 8. Մաքսային հսկողությունը, սահմանային անվտանգությունը։ Կողմերը ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն եւ իրավազորություն իր սահմանների եւ մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում եւ ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Բոլոր այն հարցերը, որոնք որ անցնող ամիսների ընթացքում այսպես հարցական նշանի տակ էին դրված, հիմա իրանց պատասխանները գտել են։ Այլևս հստակ է ինչ է նշանակում անխոչնդոտ։ Անխոչնդոտ նշանակում է ուրեմն մի կողմից ոչ իրավական, ոչ նախատեսված սահմանափակումներ չառաջացնել եւ բ կոնկրետ տեխնիկապես նշանակում է front office, back office-ի լուծմամբ Ադրբեջան բեռների եւ ուղևորների փոխադրում, այսինքն լինելու է front office, որտեղ լինելու է TRIP ընկերության աշխատակիցը նստած եւ ինքն է անմիջական հաղորդակցության մեջ մտնելու ուրեմն բեռնափոխադրողի կամ ուղևորափոխադրողի հետ եւ լինելու է back office, որտեղ լինելու են Հայաստանի պետական ծառայությունները, որտեղ կայացվելու են որոշումները։ Սա շատ կարեւոր է, front office-ում որևէ որոշում չի կայացվելու, ինքը ըստ էության սպասարկող այսպես կառույց է լինելու։ Բոլոր որոշումները եւ դրական եւ բացասական կայացվելու են Հայաստանի պատկան մարմինների կողմից, որոնք նույնպես գտնվել են այդ նույն մաքսակետում։ Բաժնետերերին էլ նշանակում է TRIP զարգացման ընկերություն ԱՄՆ-ն եւ Հայաստանը։ Այստեղ նաև շատ կարևոր է ֆիքսենք, որ TRIP ընկերությունը հիմնադրվում է Հայաստանում։ Հայաստանի պետրեգիստրում է գրանցվելու, Հայաստանի օրենսդրությանն է ենթարկվելու։ Իդեպ TRIP նախագծի դեռ հունվարին համաձայնեցրած շրջանակային հուշագիրը եւս այս ամիսներին շահարկումների կենտրոնում էր։ Չի լինի կչեղարկվի։ Դրանից հետո ամենատարբեր զարգացումներ են եղել եւ թերևս ամենակարևորը Իրանի շուրջ անկայունությունն է, ԱՄՆ-Իրան պատերազմն է եւ դա մեծացրել էր թերահավատությունը, որ այս նախագծի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը կպահպանվի։ Սակայն Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան ըստ էության ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները շարունակում է հետաքրքրված մնալ TRIP-ի կյանքի կոչմամբ եւ ավելին գործնական քայլեր է ձեռնարկում, որպեսզի այս նախագիծը միսուարյուն ստանա։ Ըստ Միրզոյանի տեխնիկական ընթացակարգերն են մնացել շաբաթների հարց է, որ նախաստորագրումը դառնա ստորագրում։ Միջազգային մամուլը սակայն ավելի շատ գրավեց ստորագրված երրորդ փաստաթուղթը։ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև համագործակցության նոր դաշտ է բացվում, խոսքը կարևոր հանքանյութերի եւ հազվագյուտ հանածոների մասին է։ Այս մետաղները բավական կարևոր են, հաշվի առնելով, որ դրանք օգտագործվում են ամենատարբեր ոլորտներում՝ ռազմարդյունաբերություն, էլեկտրաչիպերի արտադրություն, էլեկտրական մեքենաներ, մարտկոցներ եւ այլն։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի համար, Թրամփի վարչակազմի համար այս ոլորտը կենսական կարևորություն ունի, այն արձանագրված է նաեւ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ռազմավարության մեջ։ Այսօր աշխարհում պայքարը ոչ միայն նավթի կամ գազի, այլև հազվագյուտ հանածոների համար է, իսկ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթուղթն էլ վերաբերում է ոչ միայն այդ մետաղների արդյունահանմանը, այլև Հայաստանի միջոցով դրանց տարանցմանը։ Կենտրոնական Ասիան դիտարկվում է որպես կարևոր հանքարդյունահանման գոտի, իսկ TRIP նախագիծը այդ ռեսուրսների տեղափոխման նոր ճանապարհ։ Այսինքն այստեղ խոսքը ոչ թե ինչ որ տենց գիտեք գաղութային ինչ որ խոսակցության մասին է, որ այստեղ հանք բացեն, հանքը շահագործեն, այլ շղթաների մասին է խոսքը, որ եւ հանքը արդյունանում եւ վերամշակում եւ վերջնական արտադրանքի պատրաստում։ Գիտեք, կիսահաղորդիչներն ու միկրոչիպերը դրանք ամենաբարդ ուրեմն շղթաներ ենթադրող արտադրանքներն են եւ եթե Հայաստանը կարողանա հաջողացնել հասնել այն մակարդակին, որ մեզանում այդպիսի արտադրանք մենք կարողանանք տալ, աշխարհում շատ քիչ երկրներ ունեն նման հնարավորություններ։ Եվ հենց այդտեղ է ըստ Արեգ Քոչինյանի փշրվում որոշ շրջանակների մոտ տարածվող հերթական շահարկումը, թե ԱՄՆ-ն եկավ իր ուզածը վերցնի ու գնա։ Նույնիսկ ոչ մասնագետ եթե վերցնում այդ փաստաթղթերը կարդում է, տեսնում է, որ այնտեղ գալ վերցնել տանելու մասին չէ։ Այնտեղ ամենալայն եւ ամենախորը համագործակցությունն է մի շարք ուղղություններով եւ ինչպես ես նշեցի, նաեւ վերամշակման ուղղությամբ։ Իսկ այստեղ արդեն իսկ խոսքը չի գնում գալ վերցնել տանելու մասին, այստեղ խոսքը գնում է համագործակցության մասին։ Միևնույն ժամանակ եկեք մի հատ ուղղակի հետահայաց ֆիքսենք, որ անցնող տասնամյակների ընթացքում մեր տնտեսությունը եղել հենց գալ վերցնել տանելու մասին։ Հայաստանը ուրեմն եթե նայենք ինչա արտահանել աշխարհին, եղել է հանքանյութ,
առանց որևէ վերամշակման եւ գյուղատնտեսական բարիքներ։ Այսինքն դա է եղել հենց այդ գալ վերցնել տանելու տնտեսական մոդելը։ Եվ այն ինչ որ հիմա կառուցվում է, ոչ թե հնի վերարտադրությունն է, կրկնությունն, այլ նորն է։ Այսինքն որ մարդիկ այս նորին սկսում են անվանել գալ վերցնել տանել, մարդիկ մոռանում են, թե իրանք 30 տարի շարունակ ինչի մեջ են ապրում։ Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որ Հայաստանը դառնա այդ մատակարարման շղթաներից մեկը երկու տեսանկյունից։ Մեկը հենց Հայաստանում իրականացվի նման կարևոր մետաղների եւ հանածոների ուսումնասիրությունը, հետազոտությունը, ինչ պաշարներ կան եւ նման բավարար պաշարների արկայության դեպքում համատեղ բարձր նոր տեխնոլոգիաներով դրանց արդյունահանման ուղղությամբ համագործակցելը եւ երկրորդը, որպեսզի Հայաստանը մասնավորապես TRIP-ը դառնա կենտրոնական Ասիայից նման մետաղների տարանցման հիմնական ճանապարհը։ Դա արձանագրված է նաեւ նոր փաստաթղթում։ Լավություն ենք անում, մեզ միշտ պարտք եք, առանց մեզ չեք կարող, տասնամյակներով հնչած այս ձևակերպումներին այսօր փոխարինում են Եթե պարզասեմ, մենք իրականացնում ենք այն հիմնարար աշխատանքները, որոնք կնպաստեն, որ հայերը եւ ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ միասին աշխատելու։ Մենք նաեւ հարգում ենք ինքնիշխանությունը, երկկողմ հարաբերությունները այսպես են լավագույնս գործում։ Երկու երկրներն էլ առավելություններ պետք է տեսնեն իրենց հարաբերություններում եւ մեր գործընկերությունը դառնում է ռազմավարական։ Ինչ որ առումով այս հարաբերությունները նոր քաղաքակրթական որակ են բերում, որովհետեւ մենք սովոր ենք գաղութային հարաբերություններին։ Երբ որ կա ցարը, որ մեզ ասում է ոնց է, ինչ է, ինքը պետք է սա որոշի եւ ինքը պետք է ամեն ինչ իր ասածով պետք է, ինքը պետք է անդադ ցույց տա, թե մենք այնց ինչքան ենք կախված, մենք էլ ամեն 2 րոպեն մեկ պետք է շնորհակալություն հայտնենք, թե մենք իրանից ինչքանով ենք կախված։ Տվյալ դեպքում խոսքը գնում է համագործակցության, գործընկերության մասին։ J.D. Vance-ի այցը Հայաստան, Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան, Հայաստան Միացյալ Նահանգներ բարձր մակարդակի շփումները, ստորագրված փաստաթղթերը ցույց են տալիս, որ երկկողմ հարաբերությունները որոշակի տրանսֆորմացիա են ապրում։ Եթե նախկինում Հայաստանը հիմնականում այսպես աջակցություն ստացող երկրի դերակատարման մեջ էր, այսօր արդեն Հայաստանը դառնում է օգնություն ստացող երկրից գործընկեր երկիր։ Իմ նամ Կրչյան, Մհեր Կիրակոսյան, Դավիթ Դանիելյան, Կիրակնորյալ ուրիշ։